Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած շաբաթօրակների միամսյակի շրջանակներում տարածքի մաքրության և բարեկարգման աշխատանքներ իրականացրեց նաև Հայաստան մարզաընկերության մարզապալատի աշխատակազմը։ Մարզապալատի տարածքում գոյացել էր մեծ քանակությամբ կենցաղային աղ։ Շատ ուրախալի էր, որ կազմակերպում է միամսյակը, բայց ասեմ, որ մեր կազմակերպությունում մշտապես է մաքրությունը պաշտպանում։ Հիմնականում, եթե ուշադիր նայենք, աղբը կենցաղային աղբա, որը առաջանում է մարզապալատի շրջակայքում ապրող ոչ պատշաճ մարդկանց շնորհիվ։ Մաքրությունը ինձ թվում է, դա գեղեցկության հիմնական հատկանիշն է։ Իսկ գեղեցիկ լինելու համար պետք է մշտական մաքրություն պաշտպանել, ոչ թե միամսյակ, շաբաթօրյակ, այսինքն կարելի է 11 ամիս կեղծոտել, մի ամիս մաքրել։ Ռուդոլֆ Խաչիկյանը մշտապես արձագանքելով համակարգային միջոցառումներին կարևորում է ոչ թե պարզապես մասնակցությունը, այլ դրա արդյունավետությունը, կոչ անելով մարզապալատի հարևանությամբ բնակվող վանաձորցիներին մաքուր պահել շրջակայքը և հետևողականորեն արգելել անբարեխիղճ քաղաքացիներին։ Շաբաթօրյակների նպատակը մաքրակենցաղ կյանքի քարոզն է, ոչ թե ոմանց կարծիքով դուք աղտոտեք, մենք միևնույն է մաքրելու ենք խոնարհ պատրաստակամությունը։ Շրջելով Վանաձորում կարելի է գրեթե յուրաքանչյուր քայլափոխի տեսնել զանազան աղբակույտեր, ինչպես շինարարական, այնպես էլ կենցաղային։ Դրանք գոյատևում են գրեթե բոլոր թաղամասերում, ով եթե ոչ մենք ինքներս պետք է ապահովենք և պահպանենք մեր քաղաքի մաքրությունը։ Մարիամ Գալոյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։